գնա։ Այս sense եմ ասում։ Կարող է այսպես անենք։ Հյուրասենյակ արի այսպես անենք։ Չէ, հոп։ Կուխնյան քո ուզածով ենք որոշը։ Իսկ հյուրասենյակը իմ կացարանն է, այդ արդեն ես պիտի որոշեմ։ Կարող կներես որ ասում եմ, բայց ախր այնքան ապուշ գույների բաներ ես ընտրում տարբեր խառը։ Այդպես չի լինի, ախր տունը պիտի մի ոճ ունենա, ասենց ընդհանուր սազի իրար հետ, չէ։ Ող տարբերվողս։ Մենք պիտի ամենջով տարբերվենք իրարից։ Ես չեմ ուզում տենց տարբերվել։ Համեն տարբերվողից նայի։ Դու քեզ հայլում նայել ես։ Սես որ մի հատ տվել եմ նկարած կհելնին դե։ Փորձի հələ։ Ես կզարմանայի որ դու այսօր հետս կռիվ չանեիր։ Չիլնում հանգիստ ապրել։ Հա։ Չես կարա իմ հետ հանգիստ ապրես։ Անգելինան ինչի է քեզ զանգում։ Ես ինչ իմանամ։ Վերցրու տեսնենք ինչ է ասում։ Հա, Անգելինա ջան։ Բարև կարող կներես որ անհանգստացնում եմ։ Ինչ անհանգստացնել այդ ցավը տանը նորմալ է, ասա։ Ճիշտն ասած ուզում եմ իմանալ Հենրին ոնց է։ Դե լավ կլինի էլի երևի եսի։ Դեռ հիվանդանոցում է թե դուրս եմ գրել։ Այսինքն հիվանդանոցում է։ Տեղակ չէր դու։ Չէ, ինչ է եղել։ Դե լավ երևի ավելի ճիշտ կլինի իրան զանգես։ Լավ, սպասի։ Ինչ է եղել։ Հիմա ինչ է եղել։ Հենրին հիվանդանոցում է։ Ոնց, էլի։ Ինչի։ Ես շատ իմանամ է։ Այսինքն Անգելա հիվանդանոց ու ոչ մեկ ինչ չզանգի ասի որ Հենրի աղբերս հիվանդանոցում է։ Դու չեմ ես զանգելու։ Յա։ Կամ ուշ կզանգեմ։ Հիմա որ զանգեմ ջղայնադանլու եմ։ Վայ մի հատ վերջացրու, հենց հիմա զանգի տես ինչ ա եղել այդ մարդուն։ Հետաքրքիր է տեսնենք հիմա ինչի անգել հիվանդանոց ու զանգի տեսնենք ոնց է շուտ արա։ Նայի, էլի սիրտս չտարավ։ Okay, զանգի։ Ձերքդ վերքին սեղմի, հեսա հասնում ենք Հենրիին։ Պապ, նորմալ է, հանգիստ քշի, սուսմանը ասածս արա, աչկերից դեմս հևանում է։ Հեսա հասանք բան չմնաց Հենրիի։ Հետո էլի կարո։ Ձերքդ վերքիդ պահի մի շարժի։ Լավ չեմ, պապ։ Պատուանը բաստով մի քիչ մաքրոց կա։ Այդ ինչ ասիր։ Հələ մի հատ կրկնի։ Գնացել է ես ձեռքերով թորանդ խեղդելու։ Ուզում էի մեռնելուց առաջ նայեր աչքերիս մեջ ու ես էլ իրան ասեի, որ իրա հերը պիղծ է, որ ինքն էլ իրա շարունակությունն է, հասկացար։ Կոկորտդ կկտրեմ այ, լակոտ, արունդ կխոմեմ, հասկացար։ Հա ուզում ես անպայման հերը տանիցեմ, չի թում էր ութդ կջարդեմ, լակոտ։ Ինչ ես աշակերտի պես նայում վրես չհասկացող։ Պապ, եթե ես ես վիճակում չհայտնվեի, դու կանգառնողը չէիր։ Հանգստացի մի հատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համլետը նամ տեղում է։ Ոչ վիրահատարանին է։ Խնդրում ասեք շախմասներն են եկել, Հենրիի վիճակը լավ չի, թող շուտ իջնի էլի։ Դիմացի։ Պապ, դիմանալը դիմանալը։ Բայց դու չպետք է գնաս ու ինձ թողնես ստեղ մենակ։ Եթե գնացիր իմացի, աղաչուս։ Արա, բայց դու ու պապը տարա ոնց որ մի կտորը լինեք։
Հանգստացեք մի հատ։ Իսկ քեզ ով ասաց, որ ես կանգ եմ առնելու կամ ընդհանրապես հաշվի եմ առնելու ինչ-որ բան։ Այ պապա։ Չկա այդ բժիշկը։ Չգիտեմ ես ո՞ր։ Շախունց չմեռնես։ Քո մեռնելը իմ ծրագրերի մեջ չի։ Բարև ձեզ, խնդրում եմ կանչ գրանցեք։ Ես շատ կուզեի, որ Անգելինաս Հենրիս կողքին գտներ իր երջանկությունը։ Ուրեմն իրենց վիճակված չէր մասին լինել։ Երևի։ Եթե վերուստ վիճակված չի, որ պիտի միասին լինեն, ինչ ուզում ալինի։ Նույնիսկ սերն անզոր։ Ո՞վ է։ Ամեն դեպքում ես ուզում եմ, որ իմ աղջիկը երջանիկ լինի։ Անգելինան առաջին իսկ րոպեից իմ սիրտն ամտելու, ես իրան վերաբերվում եմ որպես իմ հարազատ աղջկա ու վստահ եմ, որ դու դրանից չես նեղվում։ Բացարձակ։ Չէ՞ որ ես գիտեմ, որ ես Անգելինայի միակ Ինչի՞ պետք է Մամ, ինչ ա եղել։ Ամեն ինչ նորմալ է։ Բայց ասածդ տեսածիս հետ կապ չունի մամ։ Իմ սիրուն աղջիկ, իմ հրեշտակ։ Մամ, ինչ ա կատարվում, կարաս ասես։ Ոչ մի բան, ոչ մի բան։ Քո ասածն ու իմ տեսածը իրար չեն համապատասխանում։ Բալես ոչ մի բան չի կատարում, ուղղակի մի քիչ նեղված եմ։ Ընդամենը դա։ Ուզում եմ հասկանամ ինչ եք ինձ թաքցնում։ Համ դու, համ պապան շատ տարօրինակ եք ձեզ պահում։ Ինչ պետք է թաքցնենք։ Ոչ մի բանը չենք թաքցնում։ Չէ, ոչ մի բան։ Մամ, դուք ինչ-որ բան գիտեք ու ինձ խնայում եք, չեք ասում, որ ես ինձ հանկարծ վատ չզգամ, ես տենց եմ զգում։ Չէ, բալես, ոչ մի բանը չկա։ Ինչ պետք է քեզնից թաքցնենք։ Դու մեր սիրուն աղջիկն ես, դու ամեն ինչից տեղյակ ես։ Մենք քեզ շատ սիրում ենք։ Ուղղակի մի բան եմ ուզում խնդրեմ։ Ինչ։ Խոսք տուր, որ միշտ մեր կողքին կլինես, որ մենք երբեք երկրորդական չենք դառնա քո կյանքում։ Մամ, ինչ ես խոսում։ Ոնց կարես դու տենց բաներ մտածես, իհարկե դուք միշտ առաջինն եք լինելու իմ կյանքում, ես ինչեր ես խոսում։ Ուղղակի վախերս է։ Ցավ ինչ ես դիմանում։ Ինչի մարդ կա, որ ես ցավին դիմանում է։ Շատերը։ Դե ինչ ասեմ։ Ուրեմն ես թույլերի շարքից եմ։ Պետք է ավելի զգույշ լինել, Հենրի ջան։
որովհետև վերքը ամբողջովին դեռ չի փակվել։ Ես ինչ ասեք կատարում։ Ձեռքերդ անկառավարելի է դառը, զգուշ եղիր։ Ես ասա քեզ քեղտեմ, եթե դու չասես ինչ ա եղել հորս, ու ընդհանրապես ինչ գործ ունես դու այս հիվանդանոցում։ Բա ինչ անեի։ Թողնեի մահանա, վատացավ մարդը։ Պետք է մատից չխփեի, հիվանդանոց չբերեի, որ սա էլ շնորհակալություն չլներ։ Լսի, ես լակոտ չեմ, Ստեղ իմ կարծիքով լակոտ չկա։ Ուրեմն հետևի շարժու ձևից։ Քանի ափերից դուրս չեմ եկել։ Ես արդեն ափերից դուրս էլ կացամ, որովհետև վստահ եմ, եթե դու ստեղ ես, ուրեմն քո անուղե խաշակերտի մատն է խառը։ Ինչ մի ենթադրությունների գիրք ես ունգել։ Ես ու Էնդոն աշխատում էինք։ Վատացավ ընկավ, բերեցի հիվանդանոց։ Բայց ոչինչ որ դու հերս կյանքում չեք կարա իրար հետ ընդհանուր աշխատանք ունենաք։ Պատկերացրու կան հարցեր, որ քննարկում էինք, երբ որ ինքը վատացավ։ Ես էլ բերեցի հիվանդանոց հորդ։ Սա է շնորհակալությունը։ Ես սա սենց չեմ թողնի։ Դու լպրնվի։ Մի բան հաստատ նենց չի։ Ինձնից ինչ-որ բան են ծնողներս թաքցնում ու այս փոփոխությունը դեռ երեկվանից է ակնհայտ։ Ես կհանդիպեմ անպայման, ես կհանդիպեմ քո հետ ու կիմանամ ինչ ա եղել, ինչ ես ասել պապայիս, որ ձեր հանդիպումից հետո մեր ընտանիքում այսքան ծանրացել է մթնոլորտը։ Ասասոս։ Ինչ եղավ այդ շախունցը։ Դեռ պարզ չի սպասում եմ, բայց իրականում լավ էր, որ ինձ Էնդո հետ ուղարկեցի հիվանդանոց, նոր տող հետ բախվեցի։ Սիրտ նավակայել եկել է, թե դու ես զանգել մինչև հիվանդանոց հասնելը։ Չէ, պատական հանդիպեցի։ Իդեպ կասկածի տակ է դրան վարկածը, որ ինձ հետ վիճելու ժամանակ այրը վատացել։ Ես ամենավերևից թքած ունեմ իր կասկածների վրա։ Քո չափից դուրս ինքնավստահությունը սոս, մի օր սպանելու է քեզ։ Միքայել Շախունցը չի հանդարտվի, երբ իմանա իրականությունը։ Երկու ոտ ունես։ Երկու հատն էլ մեկից վերցրու, ու ինչքան հնարավոր է հեռու փախի, որովհետև այս անգամ իզնից չես պրծնի։ Շախունց։ Շախունց! Հիմա էլ կասես քո այդ խոսալուց է վատացել։ Էնդոն ոնց է, ինչ ասեցին բժիշկները։ Ասեցին մեկը կա ստեղ, դրան մաքրի ստեղից, որտեղ որ սատկելու լինի, հաստատ չենք կարա իրան օգնենք։ Չափի զգացումը կորցրել ես, դա շատ վատ է։ Մարդ երբեք պետք է չմոռանա, թե ում հետ գործ ունի։ Այդ խրատներդ լավ կանեիր սանիկիդ տայիր, որ հիմա այս վիճակում չլինեիր։ Ես շատ բան կարամ կուլ տամ, բայց հորս ու տաղուս հետ կատարվածը կյանքում կուլ չեմ տալու։ Լավ կանես, որ կուլ տաս, որտեղ հակառակ դաշտում քո իմացած սոսը չի, ու ինքը մենակ չի։ Ես թքած ունեմ իր կողքին ով է կանգնած։ Շատ ավելի վատ քեզ համար։ Ես այդ ինչ եմ ասում։
արյունդ կխմեմ։ Հասկացար։ Հա ուզում ես անպայման հերը տանիցեմ, չի դու մերութդ կդարդեմ, լակոտ։ Հենց հիվանդանոց հասցրել։ Սարսափելի գլխացավն է, Վիկտոր հաց դիրելի, ուտենք։ Ավակ, ասում եմ, կարող է Անգելինան ինչ-որ բան արդեն պարզել է։ Ինչ նկատի ունես, ինչ է պարզել։ Թե որ Աննան իր մայրն է։ Երևակայության գիրկն ես ընկել Վիկա։ Բա ոնց կբացատրես իրենց մտերմիկ ու ջերմ կապը։ Դե երևի շատ բարի ու սիրալիր կին է Աննան, եւ արժանացել է մեր երեխու սիրուն։ Անգելինան չի սիրում, ուղղակի հարգում է, ընդհանրապես։ Եթե սիրել, զարմանալի չի։ Վերջի վերջը արյան կանչը կարող է իրանց մինչև կապ ստեղծել։ Խնդրում եմ, տենց բան մի ասա։ Լռիր։ Ես պատրաստ չեմ նման բան լսել։ Ինչեր ես խոսում, Վիկա։ Դու քեզ կորցրել ես։ Վախենում եմ։ Ինչից։ Երեխուս կորցնելուց։ Ուղղակի սարսափում եմ այդ մտքից։ Անգելինայի վերաբերմունքը չի փոխվել։ Նույնն է։ Նույնիսկ այն բանից հետո երբ իմացա, որ մենք իր իսկական ծնողները չենք։ Այդ ուրիշ է։ Երբ որ Անգելինան իմանա, որ Աննան է իր մայրը, կթողի ու կգնա։ Կգնա իր իսկական մոր մոտ։ Ինչ հիվանդագին մտքերով ես քեզ պարուրել։ Առաջինը, Անգելինան ճշմարտությունը չի իմանում։ Երկրորդը, մեր երեխեն մեզ չի լքի։ Ես վստահ չեմ, քո չափ վստահ չեմ, որովհետև Աննային մի ուրիշ տեսակ ընդունում, շատ մտերիմ են։ Եթե շարունակես քեզ տարօրինակ պայել, ապա Անգելինան կսկսի կասկածել, փորփրել եւ վերջի վերջո կհասնի ճշմարտությանը։ Ինձ անդադար հարցեր է տալիս։ Չէ, մի բան կասկածում է։ Դու քո ոչ adekvat բաղվածքով նրան կասկածների առիթ ես տալիս։ Ես քաղաք եմ գնում։ Ինչ կա քաղաքում։ Մի քանի գնումներ ունեմ, շուտ գնամ գամ։ Հանգարտ ասացի, սոված եմ, հաց դիր ուտեմ։ Հետո ուշ կգնաս, կամ էլ եթե կուզենաս իրար հետ կգնանք։ Ճաշը պատրաստ է, տաքացրակեր, ես շուտ կգամ։ Ողջույն։ Սա պատահական հանդիպում է։ Չէ, հենց ձեր տուն եմ եկել։ Շատ անսպասելի էր ու անակնկալ էր։ Ինչով կարամ օգտակար լինեմ։ Մի քանի հարցեր ունեմ երեկվա հետ կապված։ Փորձեմ օգտակար լինել, բայց անցնենք տուն։ Խնդրեմ։ Ja, eնում հալալն է։ Էլ ձևեր չթափես։ Քեզանից շատ խորը վիրավորված ու հիասթափված եմ։ Ինչի այ ախպեր։ Հələ հարցնում ես ինչի։ Արդեն երկրորդ անգամ ես ընկնում հիվանդանց ու քո անուշ ախպերը դրա մասին վերջում է իմանում։ Ոչինչ հալալ ես անգամ մի կերպ ներող եղի։ Չեմ ներելու։ Ներելու եմ էլի նույն սխալը անես։ Լավ դու ինձ ուրիշ բան ասա, հորս միջանցքում տեսարան դեղեր։ Չէ, Ջազմիկոին ճիշտ ասած չեմ տեսել, բայց դա չեն երեք մտել։ Արդ շատ գիտեմ, անտիբիոտիկ է երևի, արունս են էլի մաքրում։ Հիմա սկսում ես պատմելը։
Այսինքն Դե ինչ եղավ, ոնց եղավ, որ սենց եղավ։ Ալալ ներվերս կերար, հերս ուրա։ Հերս ա պետք ինձ։ Այ ախպեր երեխա չես առած պապայի չես դիմանում։ Մանավանդ հալալ ընկերդ կողը տա։ Դες եփա վերջանում է։ Բժիշկը ասեց ուղեղի ցնցում ես տարել։ Այդ է քեզ հիշում եմ ուրեմն թեթև եմ տարել։ Մի հատ կպատմես տեսնեմ ոնց ա եղել, ինչ ա եղել։ Ուղեղի ցնցում սովորաբար ընկնելով են ստանում։ Ով է ինձ բերել հիվանդանոց։ Շտաբ օգնության բրիգադը։ Մենակ։ Դե անուն առանուն չեմ ճշտել, բայց եթե պետք է հենց հիմա ճշտեմ ասեմ։ Իսկ դու ոնց հայտնվել հիվանդանոցում։ Դե բախտի բերմամբ կամ պատահմամբ։ Իսկ եթե ավելի լուրջ, թորը տլաստեղ։ Չասցեի մերեղես տեղի, ինչ անում։ Իրար քաշքշեցինք, վերքը բացվեց։ Այդ տղա լուրջ հարց եմ տալիս դու էլի իրար քաշքշեցինք, որն է։ Ուզում էի այդ սոսին շիշը մցնեի, անել թորը ճամպից կայնեց։ Դու շատ էլ ճիշտ ա արել, ինչ գործ ունես դրան տալ մեզ շիշը մցնես։ Լավ, իմա չես ասում, ոնց ես ուղեղի ցնցում ստացել։ Ոտքս առավ քարին, ընկա հատակի։ Դե այսուհետ ձեր ոտքերի տակը նայելով քայլեք։ Շատ բարի, կհետևեմ ձեր խորհրդին։ Դե դու պարկի ես դուրս գամ։ Ուր ես գնում։ Գործերով։ Այդ տղային մոտ մնա ինչ գործ։ Դուք մենակ չեք, պապոթոր իրար հետ եք, ջան ասեք, ջան լսեք, ես գործերով դուրս եմ գալիս։ Սամմատքի մի բան կա հաստատ։ Սատ կասնելու եմ ես դրան, որս այդ կատարվածը մնալու է բգիտ տականք։ Գուցե թե խմեինք։ Չէ, շնորհակալ եմ, ես երկար չեմ մնալու։ Ոնց կուզես։ Այն ինչ ես երեք տեսա, ինձ դուր չեկավ, ավելին ասեմ, վախեցրեց։ Իսկ ինչ երեք տեսար դու։ Ինձ թվում է, եթե ես մի քիչ ուշ հայտնվեի, չգիտեմ ինչ կլիներ։ Բայց ոչինչ չեղավ, չէ՞, ու դու դրանում վստահ ես։ Ոչ, համոզված չեմ բացարձակ։ Որովհետև եթե դուք էլ իմ փոխարեն տեսնեիք ձեր ատելությամբ լցված աչքերը, նույնը կմտածեիք։ Իմ թշնամանքն ու ատելությունը դա միայն իմն ու շախունցներինն է։ Ուզում եմ դու չխառնվես, ես շատ հարգում ու սիրում եմ քո ընտանիքը։ Երևի տենց սիրելով ու հարգելով էի երեք պապայիս այդքան վատ վիճակի հասցրել, հա։ Այսինքն։ Դե երեք գիշեր հիվանդանոցի բակում պապայի հետ եք հանդիպել։ Այո, հանդիպել ենք, խոսել ենք ու ինչ։ Պապան այդ պահից սկսած շատ փոխվել է, ու ես ուզում եմ իմանալ ինչ եք խոսել։ Անկեղծ ասած չեմ հասկանում հիմա ինչ ես խոսում։ Պապան շատ վատ վիճակում էր, ու ասաց, որ ձեր հետ է խոսել։ Հա, ուղղակի սովորական ամենօրյա խոսակցություն ենք ունեցել։ Ես ավակին շատ հարգում եմ ու իր այդ խնդիրներ չունեմ։ Ուրեմն ինչի պապան պիտի տենց վատանար։ Ես պարզապես ավակին ասել եմ, որ ցանկանում եմ գտնել իմ Ով եք։ Ոնց եք համարցակ։ Թողը։ Ինչ հաստատ կատարվում։ Թողեք նա։ Ով եք դու կարա։ Ո՞նց թողեք։ Թողեք կարա։ Ո՞նց թողեք ասում եմ, ո՞նց թողեք։ Լավ։ Ո՞նց թողեք։ Ինչ մի ձև հեռախոս չի վերցնում։ Հալել պետքա դուրս գանք։ Պետքա պապային գտնենք շուտ, ձև չկա ուրիշ։ Հա, բայց խսխառնում իրար ախպեր, ինչ ա եղել։ Ախպերական հարցեր մի դու։
Այլ է հարցեր չտամ, բայց չիմանամ։ Բայց մայց չկա։ Ախպեր, կարող է լավ չես։ Դու չասացիր բժշկուհին ասլա միջև իրիկուն պիտի ստեղնես։ Միջև իրիկուն ով սա, ով մեռած։ Ահա։ Էս էլ մեր գեղեցկուհի բժշկուհին։ Հիմա կխնդրեն քեզ մի հատ հանգստացնող կներարկի, չէ՞։ Ուզում եմ տեղեկացնել, որ ձեզ Հենդո Շախունցն էր հարցնում, ձեր որպիսությամբ էր հետաքրքրվում։ Շնորհակալ եմ։ Ես մտածում էի ձեր ամուսնու հետ եք գալու։ Հա, իհարկե, պատրաստվում ենք միասին մոտենալ, բայց ցավոք սրտի ամուսինս հիվանդանոցում է։ Առողջություն իրեն, թող արագ ապաքինվի։ Շնորհակալ եմ։ Ջոնին որդեգրելու ձեր ցանկությունն անփոփոխ է։ Այո, Ջոնին ընտանիք տալու ցանկությունը շատ մեծ է։ Երեխա որդեգրելը մեծ պատասխանատվություն է։ Մենք պատրաստ ենք մտնել այդ պատասխանատվության տակ։ Դուք համապատասխանում եք որդեգրման հիմնական պահանջներին։ Ձեր եւ երեխայի միջև տարիքային տարբերությունը 18 տարուց բարձր է։ Ունեք լիարժեք ընտանիք։ Այո, ունենք օրինակելի ընտանիք։ Ինչպես նաեւ ունեք բավարար նյութական պայմաններ երեխայի խնամքն ապահովելու համար։ Ոչ դուք, ոչ ձեր ամուսինը նախկինում խնդիրներ չեք ունեցել օրենքի հետ, չկա դատվածություն։ Այդ ամենը արդեն հասկացել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում խորհրդակցելուց հետո։ Ձեզ հիմա անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը. անձնագրի պատճեն, ամուսնական վկայական, եկամուտների տեղեկանք եւ բնակության տեղեկանք։ Ինչպես նաեւ բացատրական նամակ որդեգրելու շարժառիթների մասին։ Պապի, ես ինչ հատ հապվել մեր գլխին։ Աչքիս մի հատ տեր հայր կանչենք աղոթի։ Լավ, ոնց ընկար այս վիճակի մեջ, ինչ եղավ։ Կարող չի, կարևորը հորդ գտնելա պետք։ Ալալ, դու ինձ դրսում սպասի։ Խանգարում են ախպեր։ Դա Թողս ամեն օր հալալ ասելով հետևիցս ման գա։ Մեկը չես վստահում, ինչ հալալ։ Այ բլա, հերետ իմ մոտ էր։ Հարց ու փորձ արես, թե ոնց ա եղել սենց աստացվել։ Դե ճիշտ ասած ես չասեցի, որը որից հետո է։ Բայց ես թվում ինքը եզրակացություն արեց, ձեն չանես թողեց ու դուրս եկավ։ Ես հաստատ գիտեմ, որ ինքը գնացել է այդ անասունի հետևից։ Լավ, էդի ոնց է քեզ այս օրը գցել, ես դրան որ գտա է։ Այ բալա, էդի կարևոր չէ, մի կարևորը հորդ գտնելա պետք։ Էդ իմ վրա։ Ամիթում դու լավ օրի ես, ուրիշ բան է պետք մտածել։ Դե ախր զանգերիս էլ չի պատասխանում պապի։ Փորձանք այդ լակոտը մեր գլխին գիտես։ Նոր ասա թե տարիներ առաջ էդին ոնց չմեռավ է։ Անասունների չեք կարող այա։ Շատ բան կարամ կուլտում, շատ բան կարամ ներեմ, բայց հորս մազին կպնողին կվառեմ։ Բարև ձեզ, Սանդրա Բագրատովна։ Բարև Վիկտորիա ջան։
Ես ինչ անակնկալ հանդիպում էր։ Վիկտորիա ջան, ամեն անգամ ուզում եմ ասեմ, բայց հարմար առիթ չի լինում։ Ինձ Աննա Բագրատովնա մի ասա, էլի, ասա ուղղակի Աննա։ Ինչպես եք, Աննա Բագրատովնա։ Կներեք չի ստացվում։ Լավ, դիմեք նենց ոնց որ ձեզ հարմար է։ Երևի հաճելի է, չէ՞, մեծ տարիքում նորածնի մայրիկը լինելը։ Շատ։ Բայց ինձ թվում է դուք այդ ինձնից լավ կիմանաք։ Ահա շատ լավ գիտեմ, որովհետև Անգելինային մեծ տարիքում եմ ունեցել ու պահել եմ ու մինչև հիմա աչքից լույսի պես պահում եմ։ Ոնց է Անգելինաս։ Ինչի Անգելինաս։ Վիկտորիա ջան, դուք գիտեք, ես Անգելինային իմ հարազատ աղջկա նման սիրում եմ։ Աննա Բագրատովնա, 3 երեխա ունեք, տարբեր սեռի։ Ինչքան ուզում եք, իրենց սիրեք, ոչ թե իմ աղջկա։ Կներեք, բայց ես հիմա չեմ հասկանում ձերս ագրեսիվ պահվածքի պատճառը։ Ես ագրեսիվ չեմ։ Դեռ։ Վիկտորիա, ինչի եք իմ հետ սենց խոսում։ Դուք կանգնել եք իմ ու աղջկաս ճանապարհին։ Ինչ ինձ հունից հանում է։ Դուք պետքա հեռու լինեք Անգելինայից։ Ահա, նստանք։ Հիմա ինչ։ Հալալ քշի։ Հա բայց ուր քշեմ։ Ախպերս քշի կա հասկանում։ Ախր պիտի իմանամ, չէ՞ ուր քշեմ, ախպերս որ քշեմ։ Չգիտեմ, ինձ պետքա հորս գտնել։ Պիտի փրկեմ հորս փորձանքից։ Քշի։ Ալո։ Պապ, հազի վերցրիր։ Ինչ է հազիվ, ինչ ես ուզում, ինչ ես անդադ զանգում։ Պապ, ես գիտեմ, որ դու գնացել ես սոսի հետևից, խնդրում եմ կանգ առ, ես գալիս եմ, ասա տեղը տասա գամ։ Դու ոչ մի տեղ էլ չես գալիս։ Կմենաս հիվանդանոցում ու պապուտ տիրություն կանես։ Այս պահին իմ ու պապուս խնդիրը դու ես, պապ։ Խնդրում եմ, նենց քայլեր չանես, որ անդառնալի հետևանքներ ունենա շախունցների կյանքում։ Ալո։ Ալո, պապա։ Կարողա վերջապես ասես ինչա կատարվում։ Ախպեր պես կարող։ Հա, բայց այ ախպեր չհասկանանք ով ում բարեկամն է։ Մինչև հիմա ես էլ չեմ հասկացել, դու ո՞նց ես պատկերացնում հասկանալդ։ Ձեզ լավ զբոսանք։ Չէ, Վիկտորիա, մի րոպե սպասեք, հա։ Ինչ-որ խնդիր կա։ Իհարկե կա։ Ես չեմ հասկանում ձեր այս վերաբերմունքի պատճառը։ Ես ինչ եմ արել, որ դուք հիմա իմ հետ սենց եք խոսում։ Ես պետք է Անգելինային լույս աշխարհ բերեի։ Ես, ոչ թե դու։ Վիկտորիա, ես բացատրության եմ սպասում։ Բացատրություն եք ուզում, կստանաք։ Ես չեմ ուզում, որ դուք իմ աղջկա հետ շփվեք, որ ձեզ դնեք իմ տեղը ու աղջկաս մայրություն անեք։ Վիկտորիա ջան, ես Անգելինային իմ հարազատ աղջկա նման սիրում եմ ու դրանից դուք պետք է մենակ ուրախ լինեք։ Պատկերացրեք ուրախ չեմ։ Նյարդայնանում եմ ձեր այդ բարի ու կամեցող կերպարից։ Իսկ ինչա, նորմալ չի։ Չէ, նորմալ չի։ Շատ բան էս կյանքում նորմալ չի։ Դուք ձեզ այնպես եք պահում, կարծես իմ աղջկա հարազատն եք։ Չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում ու դա ինձ նյարդայնացնում է։ Գիտեք, կան մարդիկ, ում հետ միանգամից ես հարազատանում ու դրա համար 1000 տարի իրար ճանաչել ընդհանրապես պետք չի։ Գիտեք ինչ, հարազատորեն վերաբերվեք ձեր բարեկամներին, ձեր արյունակիցներին, ձեր ընտանիքի անդամներին, երեխաներին, բայց ոչ իմ աղջկան։ Հեռու մնացեք։ Կարծում եմ դա նորմալ պահանջ է։
Բայց ես ինչ եմ արել, որ Վիկտորիայի ատելությանը արժանանամ։ Ձեր զանգնից զարմացրեց։ Իսկապես։ Այո, իսկապես։ Իսկ հանդիպման ցանկությունն էլ ավելի մեծ զարմանք առաջացրեց ինձ մոտ։ Սոզ Բերբերյանը ինձ ձեզ հետ հանդիպման մասին դեռ ոչինչ չէր ասել։ Ես պատրաստ եմ ապահարզան տալ ամուսնուս։ Իսկ Սոզ Բերբերյանը գիտի այդ մասին։ Չգիտի կիմանամ, բայց նախքանետ ես ուզում եմ իմանալ ինչ կստանամ ապահարզան տալու դեպքում։ Այդ հարցի պատասխանը ձեզ կտա Սոզ Բերբերյանը։ Առանց նրա ես ոչինչ չեմ կարող ասել։ Այդ դեպքում զանգեք կանչեք այստեղ թողինքն էլ գամ։ Ես ուզում եմ իմանալ ինչ կունենանք ապահարզան ստանալու դեպքում, որովհետև ես էլ իմ պահանջներն ունեմ։ Ստիպված ենք հետաձգել հանդիպումը։ Այս պահին Սոզ Բերբերյանի հետ կապ հաստատել չի ստացվում։ Երևի սիրտը վկայեց, դրա համար չի պատասխանում զանգերիս։ Ինչ կա տղեկ։ Պատրաստ քեզ եմ սպասում։ Դե թողեք ինձ ես ձեռք տամ։ Ես չէի մտածում, որ դու սենց անհասկացող դուրս կգաս։ Մասում։ Չես գնահատում այն հնարավորությունը, որ կյանքը քեզ տվել է։ Չես գնահատում իմ մեծահոգությունը, իմ բարությունը, իմ լռությունը։ Դու տենց էլ չհասկացար, որ չես կարա Միքայել Շախունցին փորձ ես տրորել ու դրա համար պատասխան չստանաս։ Չես կարա Շախունցներին մոտիկ գաս, հորս կպնես ու դրա համար պատասխան չստանաս։ Տղուս կպնես ու դրա համար պատասխան չստանաս։ Դու հատեցիր կարմիր գիծը, բայց Ռուբիկոնը չանցար։